Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո եւ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի շրջանակում Գյումրիում սեպտեմբերի 8-ին բացվել է միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսն ու մրցույթ փառատոնը։ Սրանով մեկնարկեց տեղական ինքնակառավարման մարմնի 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շարք։ Հայաստանի տեղական ինքնակառավարման այդ համակարգի ներդրման 15-ամյակի նվիրված միջոցառումներն են։ Մենք որոշեցինք դա մշակութային, այսպեսի տեսքով առաջի անգամ նշել եւ հենց նշել դա Գյումրիում, միջոցառումը իրենից ներկայացնում է այս 15 տարիների ընթացքում մշակութային ձեռքբերումները, էքսպո տարբերակով, այսինքն յուրաքանչյուր մարզ ըստ համայնքների ներկայացնում է իր արվածը մշակույթի ոլորտում։ Այս փուլին ես ասեմ, որ նախորդել է մարզային փուլերը, որտեղ մարզերը ընտրել են իրենց լավագույն, ասենք դպրոցը, պատմամշակութային արժեքների վերաբերյալ լավագույն ծրագիրը, լավագույն համայնքը, լավագույն պարային խումբը եւ այլն։ Եվ այստեղ այսօր ամփոփիչ փուլն է։ Ուզում եմ նշել, որ պրոֆեսիոնալ ժյուրի է գործում, պրոֆեսիոնալ ժյուրին գնահատելու է ոչ միայն տաղավարների ձևավորումը, այլ գնահատելու է արված աշխատանքը։ Գիտեք, թատրոնում տեղի են ունենում ինքնագործ խմբերի հիմա մրցույթը, երեկոյան լինելու են տեսաֆիլմերի մրցույթը, իսկ արդեն 2 օր առաջ Գյումրիում, ներողություն, Վանաձորում ավարտվել է արդեն թատերական ներկայացումների մրցույթը։ Այս ամենը մենք ամբողջությամբ կամփոփենք եւ Երևանում մեկ մեծ այսպես տոնական համերգով այդ պարգևատրումները կլինեն։ Այնպես որ այսօր իսկապես տոն է, ես շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում եմ մեր տեղական ինքնակառավարման համակարգի կայացման առումով։ Վաղ առավոտից Գյումրիի կենտրոնական հրապարակը լեփլեցուն էր։ Մարզային Արտ Էքսպոին Հայաստանի Հանրապետության մարզերից մասնակցում էր ավելի քան 100 քաղաքային եւ գյուղական համայնք։ Նրանք զբաղեցրեցին 90 միանման ձևավորված տաղավարներ ըստ մարզերի եւ մրցեցին 9 անվանակարգում։ Մասնավորապես ժյուրին պետք է ընտրեր մշակութային լավագույն քաղաքային եւ գյուղական համայնքներ, գրադարան, մշակույթի տուն ու թանգարան, ստեղծագործական աշխատանք։ Մարզի տեսանկյունից ես կցանկանայի նշել, որ ինձ դուր եկավ իմ անձնական, այսպես կարծիքով, Լոռու մարզը եւ Շիրակի մարզը։ Մարզի տեսանկյունից, որ բոլոր տաղավարները ձևավորված են։ Բայց սա կանխակալ կարծիք է, որտեղ յուրաքանչյուր մարզում առանձին տաղավարներ, առանձին մրցակարգերով շատ լավերը կային։ Ինչևէ կտեսնենք ժյուրին ինչ կորոշի։ Փառատոնն անցկացվեց Գյումրիում, քանի որ այն հնուց ի վեր հայտնի է իր մշակույթով։ Մշակույթի նախարարությունը այս առումով ուրեմն մարզերի համաչափ զարգացման գլոբալ այդ տեսակետի մեջ փորձում է ապակենտրոնացնել մշակութային միջոցառումները։ Իսկ ինչու Գյումրին, որովհետև Գյումրին մեր կարելի է այսպես ասել մշակութային մայրաքաղաքն է, երկրորդ քաղաքն է իր ավանդույթներով մշակութային եւ կարծում եմ շատ ճիշտ էր ընտրությունը, որ Գյումրիում է իրականանում։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահին եւ կառավարությանը, որ նմանատիպ միջոցառումը վերջապես Երևանից դուրս են եկել եւ երկրորդ քաղաքին, երրորդ քաղաքին եւ մնացած քաղաքներին արդեն ուշադրություն է դարձվում եւ նմանատիպ միջոցառումները անցկացվում է երկրորդ քաղաքում։ Մի քիչ ուշացած է, բայց պիտի նմանատիպ միջոցառումները շատ արվի։ Երևանից ընդհանրապես միջոցառումները պետք է դուրս անեն եւ ստացվում է մի մայրաքաղաք կենտրոնացված, մնացած մարզերը, քաղաքները տուկատ եւ դա շատ վատ է եւ այսօրվա Հայաստանի Հանրապետության նախագահան իր ծրագրի մեջ, որ ասեց, որ պետք է զարգանք մարզերի քաղաքների զարգացմանը, ահավասիկ սա ես գտնում եմ, որ նմանատիպ միջոցառումներից մեկն է։ Յուրաքանչյուր համայնք ներկայացրել էր իր լավագույն աշխատանքները, առանձնահատկություններն ու միայն իրեն բնորոշ կոլորիտը։ Պատասխանատուների խոսքով այս միջոցառումը առաջին հերթին խորհրդանշում է միասնություն, փորձի փոխանակում ու նոր ծանոթություններ։ Առաջին անգամն ենք մասնակցում այսպիսի միջոցառման եւ սովորելու շատ բան ունենք։ Ամբողջ օրը շրջեցինք բոլոր տաղավարներով եւ մենք ունենք, ասենք, հաջողություններ, որ ոչ մեկը չունի եւ նաեւ շատ տաղավարներում մենք այնպիսի բաներ տեսանք, որ նույնիսկ մեր մտքով չէր անցնում։ Ամենամեծ նշանակությունը այսպիսի միջոցառումների ես կարծում եմ դա ծանոթություններն են, փորձի փոխանակումն է եւ արդեն հաջորդ այսպիսի միջոցառման համոզված եմ, որ մենք մի քիչ այլ կերպ են գալու եւ ավելի պատրաստված ենք լինելու։ Հանրապետությունում առաջին անգամ է, որ
տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման նվիրված նման մեծամասշտաբ միջոցառում է տեղի ունենում։ Ամենամեծ բանը, որ այսօր կտա այս միջոցառումը մեզ, մենք կարող ենք արդեն իմանալ յուրաքանչյուր մարզում ինչպես է ներկայանում մշակույթի տվյալ ճյուղը, փորձի փոխանակում ամենամեծը, շփում ամենամեծը, կարողանալ իրար հետ հաղորդակցվել, կարողանալ մշակույթը ներկայացնել հանրությանը պատշաճ վիճակով։ Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք, մեր բոլոր տաղավարները պատրաստ են, ներկայացվում է հիմնականում Կապանի մշակութային կյանքը, որովհետև 10 նոմինացիաներից հիմնականում 6-ը Կապան քաղաքին է բաժին ընկել, բնականաբար այդպես է պետք է լինի, հույսով եմ, համոզված եմ, որ եթե ոչ երկուսը, ապա մեկ նոմինացիայում մենք հաջողություն կունենանք։ Գտնում եմ, որ այս մասշտաբով տեղական ինքնակառավարման հիմնադրման 15-ամյակը նշել է, շատ ճիշտ է, կարևոր է, որովհետև այս պահին մեր երկրի, մեր հանրապետության բախտը երևի հենց վճռվում է տեղական ինքնակառավարման մարմինների դաշտում։ Ասենք եթե մի 20 տարի առաջ դա պատերազմի դաշտում էր վճռվում երկրի ապագան։ Այսօր պատկերացրեք, եթե մենք ունենանք բարեկեցիկ գյուղեր, բարեկեցիկ համայնքներ, տեղական ինքնակառավարում հզոր, իրենց հզոր բյուջեով, որպեսզի կարողանան բնակչությանը բարձրակարգ ծառայություններ մատուցել։ Մենք կդառնանք բարձրակարգ երկիր, մենք կհասնենք եվրոպական երկրներին, այդ է։ Այդ տեսակետից վերջի տարիներին գտնում եմ, որ տեղական ինքնակառավարման ուղղությամբ առաջընթաց կա ահագին։ Շատ հետաքրքիր միջոցառում է, շատ հաճելի է, որ մեր Հայաստանի բոլոր մարզերից հավաքվել են այստեղ այս գեղեցիկ հրապարակում ցուցադրելու իրենց աշխատանքները։ Ցանկալի է, որ նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն մեր նախարարության կողմից։ Շատ հետաքրքիր ձևով ներկայացրել ենք նոյեմբերյանի քաղաքային գրադարանը եւ կխնդրեի ուշադրություն դարձնել։ Մենք գրադարանը ներկայացրել ենք նոյեմբերյանի քաղաքային գրադարանի գրքերի ցույցը, որտեղ որ ներկայացնել ենք գրադարանի խնդիրները, որը բնորոշ է ողջ Հայաստանի գրադարաններին։ Ներկայացրել ենք լավագույն քաղաքային համայնք աշտարակ համայնքը, բնականաբար աշտարակ իրավանդույթներով ներկայացել է գյուղական համայնք ներկայացրել ենք Օշականի համայնքը, Օշականի համայնքից ներկայացվել է որպես եւ լավագույն գյուղական մշակութային համայնք եւ լավագույն մշակույթի տուն։ Մշակույթի տունը ներկայացրել է իր աշխատանքները, շատ բազմաբովանդակ աշխատանքներ են տարվում այնտեղ, կա եւ բարի խումբ եւ ասմունքի խումբ եւ քանդակի եւ գեղարվեստի Խոսքով ակտիվ մշակութային կյանք է այդ մշակույթի տանը, որոշել ենք դրա համար ներկայացնել այդ մշակույթի տունը, Պարային համույթը Օշականի Անժելա Շահնաբաթյանի անվան նույնպես մասնակցելու է։ Գրեթե բոլորը համոզված էին, որ ներկայացել են լավագույնս եւ տուն կդառնան առնվազն 1 կամ 2 անվանակոչմամբ։ Անցնում էր տատիկը, որպեսզի կոլորիտը ավելի հստակ լիներ, տատիկին խնդրեցինք, որ ինքը նստի։ Եվ մեզ չմերժեց։ Այո, մեր թանգարանն էլ ինքը բաց երկնքի տակ է։ Թանգարանը հիմնադրվել է 1991 թվականին Գրիգոր Ասլանյանի ջանքերով։ Ամեն ինչ կերտել է ինքը սեփական ձեռքերով, ամեն ինչի մեջ հոգի դնելով։ Այս ամենը հինավուրց մի բնակատեղի է հիշեցնում, որտեղ յուրաքանչյուր այցելու ակամայից կորցնում է ժամանակի զգացողությունը։ Իսկ մայրամուտից հետո լապտերների լույսի տակ ոնց որ մի հեքիաթային աշխարհ լինի, որը ձեռքով նկարված կտավ է։ Բավականին լավ, տարողունակ եւ գերաստական արժեքներով հարուստ ցուցահանդես է եւ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր համայնք իր մշակութային ժառանգությունը ստացած պահպանելու փորձում է հաղորդել, փոխանցել սերունդներին, շատ շնորհակալ ենք։ Իհարկե իմ ասելիքը հետեւյալն է, մենք Սյունիքի մշակույթին որպես մարզային մշակույթ, որպես ավանդույթ ունեցող երկիր Զանգեզուր ծանոթ էինք, բայց այսքան մոտ երբևիցե չէինք եղել։ Կարծում եմ շատ ճիշտ միջոցառում էր, ոչ միայն տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի կապակցությամբ, այլև անկախության 20-ամյակ կապակցությամբ եւ այս նախաշեմին այս հրաշալի միջոցառումը երկրի ղեկավարության եւ մասնավորապես մշակույթի նախարարության ու կառավարության կողմից իրականացող բոլոր մարզերը ներկայացված են մի հրապարակում։ Շատ գեղեցիկ է։ Ներկայացնում ենք Կոտայքի մարզի, կոնկրետ Չանեցավան քաղաքը, Չանեցավան համայնքն ենք ներկայացնում մենք
Ներկայացրել ենք մեր համայնքի մասին ես կխոսեմ լավագույն մշակութային համայնք նոմինացիայում, լավագույն գրադարան, անհատ կատարողների մրցույթին ենք մասնակցելու եւ լավագույն ֆիլմ նոմինացիաներին։ Այդքան մենք մեր քաղաքով, մեր համայնքում մասնակցելու ենք։ Ինչ կտա նմանատիպ միջոցառումները, մեզ թվում է, որ պետք է հաճախակի կազմակերպի նման միջոցառումներ մարզերի մակարդակով ու տարբեր մարզերում իրականացվի, շփումը կմեծանա, կծանոթանանք մյուս մարզերում իրականացվող աշխատանքներին, փորձի փոխանակում, որոշակի կաշխուժացնել մարզերում մշակութային կյանքը եւ ինձ թվում է միայն մեծ օգուտներ կարող են քաղել այս նմանատիպ միջոցառումներից։ Սյունիքի մարզը մրցույթին ներկայացել էր Կապանի մշակույթով, գրադարան, մշակույթի կենտրոն, թանգարաններ, երաժշտական արվեստի դպրոցներ, ինչպես նաև Խուստուկ հեռուստաընկերության պատրաստած տեսանյութով։ Shame
Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Շիրակի մարզպետի ուղեկցությամբ շրջեց Գյումրիի կենտրոնական հրապարակում բացված տաղավարներով ծանոթացավ ցուցադրություններին։ Շատ են կարծում շունեցիները։ Հայերենական թե ռոմանտիկ։ Ես մեր գիրքը ո՞նց է ասում։ Մենք նվեր ենք ստացել։ Քաջարանի գծված հանքի տարածքից գտնված սակրը, որը ցույց է տալիս, որ Կապանում ժամանակին, այսինքն 2900-2800 տարի առաջ զբաղվել են մետաղացությամբ։ Շատ դրական տպավորություններով եմ լիցքավորված, որովհետև ըստ էության նախ առաջ անգամ ենք նմանատիպ միջոցառում անցկացնում եւ ամենահետաքրքիրը միջոցառման ֆորմատը, ձևաչափը, փաստորեն ամեն ինչ մատչելի է, բոլորը կարող են մասնակից դարձնել եւ ամենահետաքրքիրը, որ հնարավորությունները կուտակված են մեկտեղ եւ կարելի է գնահատել ինչ վիճակում է այսօրվա մեր մշակութային կյանքը մարզերում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ցավոք սրտի մեր այսօրվա հնարավորությունները հեռու են նրանից, որպեսզի բավարար լինի այս բոլոր դրսևորումները զարգացնելու համար։ Ուստի պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք, որպեսզի մեր, ասենք, արվեստա տաղանդաշատ մեր երիտասարդությունը կարողանա դրսևորվել։ Հյուրերը հետևել են նաև հանրապետության տարբեր մարզերից Գյումրի ժամանած 30-ից ավելի համայնքային համույթների եւ անհատ կատարողների ելույթներին, որոնք մրցում էին 3 անվանակարգերում՝ լավագույն պարային խումբ, ազգային նվագարանների խումբ, ժողովրդական երգի համույթ։ Երկիրը զարգանում է եւ օր-օրի իհարկե փոփոխություններ անհրաժեշտ են անել։ Ինչքան տեղական ինքնակառավարման մարմինները մեր երկրում հզոր լինեն, այնքան պետական եւ ժողովրդի հոգսերը քիչ կլինի, որովհետեւ ժողովուրդը իր ընտրած քաղաքապետի, գյուղապետի յուրաքանչյուր հարցով առաջինը դիմում է իրեն։ Իսկ եթե մեր լծակները, մեր հնարավորությունները, ֆինանսական խնդիրները շատ լինի, մենք ավելի շատ կհոգանք մեր ժողովրդի, մեր ընտրած ժողովրդի շահերը։ Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի եւ մրցույթ փառատոնի եզրափակիչ գալահամերգն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ի դեպ նախատեսվում է ցուցահանդեսը եւ մրցույթ փառատոնը դարձնել ավանդական։